Հայ փորձագետները Բաքվից վերադարձել են լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Ադրբեջան կատարած այցը, քաղաքասարակության ներկայացուցիչները նշել են, թե պատասխան այս փոխայցելությունը համարում են քայլ առաջ Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատարձակման հարցի լուծման ուղղությամբ։ Փորձագետները տեղեկացրել են նաև Ալիևի օգնական Հաջիևի հետ հանդիպման ընթացքում այս խնդրի մասին բարձրաձայնել են։ Ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչներն էլ վստահեցրել են, թե գերիների հարցով ակտիվ բանակցային փուլ է։ Անցնող տարվա 9 ամիսների ընթացքում հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանից ապրանքների արտահանումը նվազել է 46.8%, որին ըստ ֆինանսների նախարարի նպաստել է ոսկու, արծաթի ու պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը։ Նույն ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը ևս պակասել է մեր երկրում շուրջ 33.4%։ 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը նստացույց է սկսել դատախազության առջև ի աջակցություն Սրբազան պայքարի գործով անցնող միակ կնոջ Լիդիա Մանթաշյանի, ում կալանքն օրերս դարձյալ երկարաձգեց դատարանը։ Պետրոսյանը դատախազությունից պահանջում է աշխատել անաչառ եւ թույլ տալ, որպեսզի Մանթաշյանը մինչև դատավճռի հրապարակումը լինի ազատության մեջ։ Նա նշել է, ակցիան կշարունակի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի իր պահանջը բավարարելու համար։ Երևանի ամենաբանուկ առևտրի երկու համալիրներում մոլերում ներքին գործերի գերատեսչությունը կբացի միջազգային ստանդարտներին համապատասխան գրասենյակներ կենսաչափական տվյալների հավաքագրման, բոլորը մեկում ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահով, տեղեկացրել է ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանի խոսքով այսպիսով Հայաստանում կսահմանվեն հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտներ, փակելով անձնագրային համակարգի հնամաշ եւ ցածրորակ ենթակառուցվածքի էջը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում իրականացվող աշխատանքներին։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նա նշել է, որ վերջին շրջանում անակնկալ այցեր է կատարել տարբեր շինհրապարակներ, արձանագրել էական թերություններ։ Քաղաքապետը նախազգուշացրել է այսուհետև թաղապետերի աշխատանքը գնահատելու է վերջիններիս ծրագրերի նկատմամբ ունեցած վերաբերմունքին համարժեք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։